Սիրելիներս, բարի առավոտ։ Մենք այսօր գտնվում ենք հայկական եկեղեցում, հայ համայնքի ներկայացուցիչները կազմակերպել էին ամանորին ընդառաջ հանդես երեխաների համար, ինչու՞ չէ նաև մեր ծնողներիս համար, որպեսզի հաճելի և լավ ժամանակ անցկացնենք։ Այդ իսկ պատճառով այն երեխաներ, ովքեր հաճախում են հայկական դպրոց, փոքրիկ բեմականացում էին ներկայացնում, ամեն մեկը մի փոքրիկ հատված սովորել էր հայերեն արտասանել, լավ ժամանակ անցկացրեցին, վերջում ձմեռ պապիկին երեխաները կանչեցին, որպեսզի իրենց նվերներ մատուցի, հաճախեց ձմեռ պապիկը, տվեց բոլոր երեխաներին փոքրիկ ամանորյա նվերներ, բոլորը երջանիկ, ուրախ և գոհ մնացին, իսկ հետո արդեն ամենավերջում ծնողները հավաքվեցին, մի փոքր սրճեցին, օգտվեցին քաղցրից, զրուցեցին, արդեն դա մնացել է կադրից այն կողմ, նախքան այս հատվածը տեղադրելը թույլատվություն վերցրեցի ծնողներից, արդյոք համաձայն են, որպեսզի իրենց երեխաներին տեղադրեմ այս հարթակում, ոչ ոք դեմ չգտնվեց, այդ իսկ պատճառով այսպես հանգիստ խղճով տեղադրում եմ, հուսամ ձեզ մի քանի այս վայրկյանները հաճելի կլինի, դիտել Սփյուռքում ապրող փոքրիկ բալիկները, ովքեր շատ դժվարությամբ սկսում են սովորել մեր հայերեն այբուբենը, տառերը, նաև ինչու՞ չէ կարդալ, հավատացեք շատ դժվար է այն երեխաներին, ովքեր ծնվել են դրսում, հաճախում են տվյալ երկրի դպրոցը, սովորում են տվյալ երկրի այբուբենը և նաև զուգահեռ պետք է սովորեն մեր մայրենի լեզուն, ինչը ինձ համար կոնկրետ շատ պարտադիր է, դրա համար ինչքան էլ ժամանակը սուղ է, բայց կիրակի օրերը մենք շաբաթը մեկ անգամ 2 ժամ հաճախում ենք հայկական դպրոց, քանզի ինձ համար շատ կարևոր է, որպեսզի իմ երեխաները լինեն գրաճանաչ, սովորեն մեր տառերը կարդալ, գրել և իմանալ իրենց ով լինելը, իրենց պատմությունը և մեր հայ լինելը, սիրելիներս։
Բարի օր, մեզ մոտ արդեն ժամը երևի թե 2-ն է լինում, մենք մեր գործերը վերջացրեցինք, երեխաներն այսօր հայկական եկեղեցում հանդես ունեին կազմակերպված, ամանորի նվիրված
լավ ժամանակ անցկացրեցին, ուրախացան, նվերներ ստացան։ Մենք էլ մեր հայ համայնքով նստեցինք, զրուցեցինք, ու հիմա գնում ենք տուն։ Դա այսօր ամսի 28-ն է արդեն։ Շատ քիչ ժամանակ է մնացել։ Ամանորյա պատրաստություններ եւ այլն, այսօր երևի թե պլաններում կա։ Ուզում եմ փախլավան պատրաստել, որովհետեւ վաղ աշխատանքի եմ, ամսի 30-ին աշխատանքի եմ, 31-ին աշխատանքի եմ։ Այդ իսկ պատճառով երևի հիմա կանեմ, որ մի փոքր ազատ լինեմ, բայց դա էլ կախված է երեխաներից։ Ոնց ես։ Լավ ժամանակ անցկացրեցի։ Այ աղջիկ, muy bien։ Ինչ եք արել, հələ պատմի։ Հանդեսը ասը նայեք, եսի հանդեսը ձեզի ասել եմ։ Երկատունեհին մելավան, միավ, միավ, միավ։ Նա սուտուրովիկն է հավան, պա, հետո մոտիկ թալկել գիտեմ։ Բայ։ Բայ։ Մամա, բայ։ Արդեն նվեր ունես, արի, բամոս, արի գնացինք, հիմա անկնելյա ցեխը հա այս երեխեն, արի գնացինք, Կրիսիկ ջան, դու ռիսկի մի դիմի, երիկը չես կարա լինես, ես անգնելու ես, իչի, դու իչի, դες, նայ ես մունկիկին, արդեն սովորություն է դարձել Արտուրին ստիպում է, որ հասկացում որ ուզում է գնա խանութ, իրան ինչ-որ նոր խաղալիք գնելու, բայց դե այսօր վերջ ամեն անգամ, ամեն օր դուրս գալուց պետք է ինչ-որ մի բան ձեռքը գա տուն։ Արի, դե գնացինք, բեն, նամելամանո։ Ես էլ որ փոքր էի, սիրում էի այս հատվածներով քայլել, հիմա նույնը երիկն է։ Վայ, կամանց, ընկար, արի գնացինք, արի, կորրե, բեն։ Հիմա գնաց են մի հատվածով։ Երիկ, խնդրեմ։ Զգուշ, մի արա Կրիս ջան, կընկնի ջրի մեջ։ Այդ ձեռքս բռնի ավելավա։ Դարի գնացինք։ Ես քեզ օգնեմ, որ շուտ հասնենք։ Պիպ, գնացինք։ Ոյ։ Զգուշ։ Սիրելիներս, մենք արդեն տանն ենք, ճաշեցինք, մի փոքր հանգստացանք, այստեղ անցել եմ պասուստորմայի պատրաստմանը։ Սոխը, առատ սոխ են կտրատում, որտեղ պասուստորման սիրում է ըստ իս շատ սոխ եւ շատ բուսայուղ։ Ավելացրել եմ 4 հատ մեծ սոխ կտրատած մանր, ինչքան հնարավոր է փորձել եմ մանր կտրատել։ Այստեղ դրել եմ մի փոքր եփած է լոբին, ոսպը պետք չէ եփել, այստեղ բրինձն է, շոքե ջերմամշակման ենթարկված ավելի ճիշտ, որպեսզի այսպես չլղկի, հա, մեջ եմ եփվելուց, բլղուրն եմ եւ այստեղ դրել եմ մի փոքր եփվի սիսերը։ Այդ ամեն ինչը պատրաստ լինելուն պես, հիմա այստեղ մի լավ սոխը կարմրի, ավելացնեմ տոմատի թանձր մածուկը, 4 կանաչիներից ցիտրոնը, ռեհանը, թարմ կանաչիներից կավելացնեմ համեմը,
սև պղպեղ, կարմիր պղպեղ, եթե ցանկանում եք մի փոքր կծու կարող եք ավելացնել կծու պղպեղ եւ վերջ սիրելիներս պատրաստելու ավելացնելու ենք այս համեղության վրա, խառնելու ենք եւ վերջ պատրաստ է։ Ես միշտ պատրաստում եմ կաղամբը այսպես սոխից աչքերս մտմռում եմ փոքր այսպես կարծես լաց եղած լինեմ այս վզնոցս անընդհատ պտտվում է ուզում հասկանամ ուր է սրտիկից պետք է հասկանամ ինչ է ուզում ասել ես թթվի համար սովորաբար կաղամբը պասուստոլմայի համար այսպես ամբողջովին են թթվեցնում բայց քանի որ այստեղ ես տեղ չունեմ պահելու, միշտ դնում եմ թթուն կտրատած վիճակում, հետո մեզ մոտ շոկ է, եղանակը, թթվի համը փոխում է, որովհետև տեղ չունենք պահելու, խոհանոցում ենք պահում, այսպես տաք ու սառը ջերմաստիճանից փոխում է համը, թթուն, համար քիչ ենք դնում, ուտում ենք, վերջանում է նորից դնում ենք, այդպես ելնես, ինչ եմ ուզում ասել, այդ ամենով, ես կաղամբը գնում եմ, խաշում եմ, պասուս տորման փաթաթում եմ սովորական տորմայի պես, բայց չափերով փոքր ավելի մեծ դա մնացել է տատիկիցս այդ մեծ փաթաթելը։ Շերտը դնելուց հետո թարմ կիտրոնի հյութը քամում եմ ու այսպես 2 ճաշի գթալ ցողում եմ այդ առաջի շերտի վրա։ Հետո երկրորդ շերտն եմ դնում, նորից եմ ցողում կիտրոնի թարմ հյութը։ Երրորդ շերտը ու այսպես մինչև վերջանում է։ Վրան էլ ավելացնում եմ տոմատի մածուկ ու մի փոքր նորից բուսայող, ձիթայող, որը որ նախընտրում եք, երկուսն էլ նույնն է, նա արևածաղկի է, նա ձիթապտղի։ Եվ դնում եմ եփվելու։ Եթե ինձ վաղուց վանից հետևում են ու կան մարդիկ, որ պատրաստել են այդպես, անկեղծ լինեմ, համը ոչնչով չի տարբերվում, ստացվում է նույն կերպ։ Կարծես թե թթու դրված կաղամբով պատրաստած լինի։ Դրա համար չեմ էլ անհանգստանում արդեն քանի տարի այստեղ եմ, 12 տարի, այս 12 տարվա ընթացքում միշտ այդպես եմ արել, միշտ։ Դա էլ իմ կողմից ձեզ մի փոքր օգնություն, եթե դա կարելի է օգնություն համարել։ Այդպես ելնես, հիմա ինձ մոտ սոխը արդեն պատրաստ է, ավելացնում տոմատի մածուկ, 4 կանաչի, սև պղպեղ, կարմիր պղպեղ, ամենասիրածս ուտեսն է ամանորի, ամենասիրածս ելնես։ Պես ելնես, ես սիրում եմ, որ սոխը այս աստիճանի վրա է լինում ու այստեղ արդեն հիմա կավելացնեմ հետևյալ բաղադրիչները։ Կամերան փորձել եմ ֆիքսել, որպեսզի դուք էլ տեսնեք։ Հիմա դնում եմ, տեսեք, դնում եմ այս թանձր տոմատի մածուկը, սա մեր հայկական տոմատի մածուկի պես է ելնես։ Լիդլից եմ գնում, մերկադոնեն ունի, ուղղակի մերկադոնայինը տուփը երկաթե տարայով է։ Հիմա դնեմ սա, այսպես, ահա, ավելացնեմ սովորական տոմատի մածուկը, տեսնեմ դա որ է այստեղ, ավելացնեմ։ Գիտեք, հենց այս ամեն ինչն է համու հոտ տալիս, գեղեցիկ գույն տալիս, ես այսպես սփռտնած պասուստոլմա չեմ սիրում։ Ահա, այսպես։ Մի վախեցեք, չկարծեք, որ շատ եմ դնում, որտեղ սա սովորաբար շատ թույլ է, մանավանդ կարեֆուրինը, մերկադոնայինը դե ինչ որ միտեղ ավելի թանձր է ու ավելի համեղ է։ Հիմա ավելացնում եմ։ Ուրեմն կարմիր պղպեղ։ Կարմիր պղպեղ դնենք 1 ճաշի գթալ։ Ավելացնենք սև պղպեղ սիրելիները։ Մի փոքր այսպես ցածրացնենք սոխը շատ չայրվի։ Ավելացնեմ կես թեյի գթալ սև պղպեղ։ Ահա։ Դնենք աղ, աղը ըստ ճաշակի սիրելիներս, աղ։ Ինչ դնենք, հիմա ավելացնում այսպիսի, տեսեք մերկադոնայից եմ գնում շատ լավն է, կարծես չոր աջիկա լինի, երևի թե հենց այդպես էլ կա, ահա, այսպես, ավելացնում ենք հիմա չոր կանաչիներն, չոր կանաչիներից կդնեմ չորացրած ռեհան և չորացրած
Citrón. Ահա, այսպես եւ ավելացնենք citrón. Citrón-ով է հանում մորաքրոջուց հետ, որ հիշում ինչպես ենք արագ-արագ չորացրել մեկ շաբաթում, հետո մորաքրուներս էլ են տվել, հիմնական այստեղ մորաքրոջուց հետը, մորաքրոջուց եթե դիտում է պաչիկներ եմ անում, իրեն շատ սիրում եմ, կարոտել եմ, հուսանք, որ ամառը նորից կգնան կտեսնենք, այսպես, ու տատիկից սա մնացել, միգուցե շատերը չեն անում սիրենես, բայց ես ալյուրել եմ ավելացնում, որովհետև եթե դնում ենք բլղուրը, բլղուրն արդեն կպչողականություն ունի, ու մնացած բաղադրիչները այսպես իրար համախմբում է, հա, բայց այս պարագայում տատիկիցից մնացած մեթոդն է, ու իր այսպես հուշերի դուրս չգալով, չեմ էլ ուզում դուրս գալ, հիմա կավելացնեմ մի փոքր ալյուր, մեկ թեյ գթալի չափով սիրելին է, շատ չէ, այսքանը բավական է, իսկ թարմ կանաչին վերջում եմ ավելացնում, չեմ սիրում, որ եփվում է, սա էլ իմ պատրաստելու տարբերակն է աղջիկներս, առատ ձիթայուղ, շատ սող, տոմատի մածուկ, չոր կանաչի, սիրով պատրաստել և համեղ ուտեստը պատրաստել, ինձ համար ամանորը կախարդական այդ մի քանի օրն է, որ չարչարվում ես, բայց կեզ համարի, մենք անում ենք գրեթե ամեն ինչից, բայց մեզ համար ու քիչ, որովհետև այսպես Հայաստանի պես չէ, որ անընդհատ հյուրեր գնալ գալ, այստեղ կարող է մեկ օրում բոլորը գան քո ծանոթներ, շնորհավոր են եւ վերջով կարող են պես լինի, որ անգամ չգան, որովհետև բոլորն աշխատում են, այստեղ Հայաստանի ավանդույթների պես չէ սիրելինես, ինչևէ, մենք անում ենք մեզ համար, որ իմ երեխաները տեսնեն, սովորեն, իրենց մեջ տպավորվի ամանորի այս հեքիաթը, հիմա այստեղ ավելացնում եմ բաղադրիչները, ամենը լվացված, մաքուր է, հանգիստ եղեք, այսպես, սիրինես, սա էլ այսպես, սա արդեն պետք էլ չի, որ շարունակի եփվել, անջատեմ, ու սիսերն են հիմա ջրքամ եմ, սիսերը մի փոքր թող եփի մարդես, որ կաղամբը, ինչու եմ դա այդպես անում, այսինքն լոբին ու սիսերը եփում, որտեղ մնացած բաղադրիչները եփվում են, կես ժամում պատրաստ կլինեն, իսկ եթե լոբին ու սիսերը նախորդ իսա եփ չի լինում, այդ պարագայում արդեն կաղամբը չափից ավել եփվում ու սկսում է, այսպես մեր մեջ ասած, լղկվել, այնպես եմ սիրում այս բույրը, վերջում մի բան էլ ասեմ, եթե զգում եմ այսպես իմ ցանկացած կերպ անուշ հոտը չի գալիս, մի հատ եմ ավելացնում չոր կանաչի, սիրնես, տեսել այսպես, սա էլ սենց, այս մի կարևոր գործն էլ վերջացրեցինք, հիմա սա կարող եմ թողնել հանգստանա, կաղամբը եղր պատրաստ կլինի, կանենք, անգամ կարող ենք երեկոյան փակատել, ոչինչ չի լինի, ավելի լավ, համերը ավելի լավ իրարով կանցնել, ասել այսպես, վերջ սա թող մնա, մի քիչ թող հանգստանա, սիսերը կջրքամում կավելացնեմ վրան, աղջիկներս հայտնվել եմ Կարաֆուրում, պետք է ընտրեմ Վիկտորիայի 1-2 տնային հագուստ, հիմա տեսնեմ որը վերցնում, սա շատ մեծ է, պետք է լինի 9-ից 10, տեսնեմ կգտնեմ, ու դժվարն այն է, որ Վիկտորիան չի սիրում այսպես հաստ որակի, բայց դե,
Նա տեսնենք ինչ ենք անում, ոնց ենք անում, հա, Կրիստիկ ջան։ Տեսնենք, որ ընտրենք, որ այդ աղջնակը հագնի։ Ճիշտն ասած չգիտեմ, որովհետև Վիկտորիայի հետ այդ առումով շատ դժվար է ինչ-որ բան ընտրել, գնել իր համար, որովհետև ի վերջո ասում ես, այ չեմ ուզում, նա դուրս չի գալիս, որովհետև մարմինս ծակում է ու այդպես շարունակ։¿Qué te pasa, Cristina? Ay, Cümer Papikova. Oh, եժանացել դարձել է 2.99։ Արդել դες ինչ լավն է։ Դարել է 2.99։ Օրինակ էս երիկը որ հակնիշ կլինի, տաք է էլի սենց վերև ներքև։ 36-ը քանի սա արդ։ 24, 24, 12, 12, 24, 24, 4, 30։ Սա վերցնում երիկիս։ Տեսեք ինչ լավն է։ Հիմա այս ամանորի օրերին կհակնի, հետո էլ տան մեջ։ Ой, Кристик, я встречал в мире. Սիրուն զեղչված գլխարկներ կային, բայց Էրիկի գլխով կարծում եմ սա փոքր կլինի, հապա սա նայեմ 6-ից 12 ամսականի սա ավելի փոքր կլինի։ Էստիչով այս գիշերած գեսն եմ գնել, բայց չգիտեմ կլինի, թե փոքր կլինի, կարճ կլինի, մի քիչ կասկածում եմ։ Այ Պատտվենք տեսնենք ինչ կա այստեղ, հետո գնանք այդ երկու բան ունեմ գնելու, դրան գնենք ու գնանք տուն, տեսնենք ինչեր կան, հարմար, այս վերջես այս ստիլը, այս պանտերա ու այսպես ասած տիգրով կա, հա, ոճը կարծես թե նորից մոդա է եկել։ Այստեղ ինչ կա տեսնենք։
Այդաքս։ Super Beshi, Picadora, Tostadora, Batidora, Experience Burger. Aquí. Աղջիկներ, այս սա ծանր է, նա թեթև է։ Ասում սա ինչ է, չեմ հասկանում։ Իմ թեյնիկը այս ներքևի հատվածից սկսել է ջուրը թողնել ու դե բնականաբար շատ վտանգավոր է։ Հիմա սա տեսեմ արտակնապես ինձ դուր եկավ սա, բայց արժեքը չգիտեմ, տեսեք զեղչվել է այդտեղ օրինակ բաներ կան։ Ես ինձ պետք է հարիչ գնեմ, որովհետև հարիչս ովքեր որ հետևում են վաղուց գիտեմ, որ փչացել է ու ես նորը ձեռք չեմ բերել։ Ուղղակի գինը չկա։ Սա ինչ արժե։ Համենայնդեպս թեյնիկը հիմա փնտրեմ, այնտեղ է գինը մի հատ անցկացնեմ, տեսնեմ թեյնիկը ինչ արժե։ Այստեղ։ Հիմա 19.90 չգիտեմ, արժեք 19.90 է սա։ Աղջիկներ, այս բաժակները ինձ համար միևնույն ժամանակ եւ գեղեցիկ է, բայց միևնույն ժամանակ էլ այնքան կոպիտ է։ Իսկ սա էլ տեսեք 4 հատը դարձել 23.99-ից դարձել է 18.90, բայց 4 հատ չեմ ուզում, երկրորդ տոփը վերցնել 8 հատ էլ չեմ ուզում ու չգիտեմ։ Այս էլ է շատ սիրում։ Սա նույնպես։ Աղջիկներ, սա իմ ֆիրման է Կոսորին, բայց տեսեք մեծն է դուրս եկել։ Ինչքան լավն է սա, պատկասում բազմազավակ ընտանիքի համար, որ անդամները շատ են։ Կարծում հիանալի է, այստեղ էլ տեխնիկան է զեղչված։ Այսը իմ մազահեռացման լազերային ապարատն է, որը արտակարգ է։ Խելագարվում եմ իր համար, որովհետև իսկապես շատ լավն է։ Շատ անպայման ունեցեք, փրկություն է ուղղակի։ Այս թեյնիկը այսպես հարցականով վերցրել եմ, բայց մի հատ նայեմ, տեսնեմ, միգուցե ինձ ավելի այսպես ծանոթ մակնիշ կլինի, որ ավելի հաջող է։ Թեպետ այս թեյնիկները այնպես է, որ 2 տարին մեկ փոխում է, որտեղ այստեղի ջուրը շատ նստվածքով է, ինչքան ուզում է թեյնիկին ուշադի լինես, միևնույն է վնասում է։ Իմ թեյնիկը սա էր։ Բայց այս հատվածից ջուր է սկսել թողնել։ Ու սրա նախորդողը այս էր, բայց արդեն դա չեմ ուզում, որովհետև շերնես հասկանում եմ, որ պլաստիկից լավ է չկա, թեպետ պլաստմասից է խորհուրդ չի տրվում, դա իմացած եղեք։ Սիրելիներս, եկանք տուն, ուրեմն, որպես այդպեսին շատ բան չունեին գնելու, որ վերջնական ինչ-որ բաներ, որ պահանջում էր, դա եմ գնել ու եկել եմ։ Ի վերջո որոշեցի թեյնիկը սա վերցնել, որ փչանայել, սրտից դար չլինի, միևնույն է շուտ ենք փոխելու։
Կրիստինայի շրթունքներս վերջերս անդադ այսպես չորանում է, ճակճկում է կամ ցրտից է կամ վիտամինի պակասից է, բայց սա վերցրեցի կոկոսի բույրով, կարծում եմ, որ միևնույն լավը կլինի, թեպետ վստահ եմ, որ չի օգտագործելու, որտեվ այդպիսի մի քանի հատ ունեն։ Խնդրեց, որ սա վերցնեմ, 2 աղբի տոպրակ, Էրիկին սինլակտոզ տարակ եմ վերցրել, իսպանական տուրոն է, 2 տուփ կաթ է, որտեղ իմ երեխաները կաթով սնվում են ուղղակի, Հիմալայան աղը 2 տուփ վերցրեցի, այստեղ Nestea է 3 տեսակ, Coca-Cola, Fanta, այս ձիթայուղը բավականին լավն է, Մերկադոնայից էի գնում, բայց սա ավելի ոնց որ թե լավն է, այստեղ վիչինա եմ վերցրել, ահա, և վերցրելինես, ես էլ շատ սոված եկել եմ տուն, այստեղ լոբով ապուր եմ պատրաստել, ու թթու ունեն, գնամ ես թթուն արդեն ես վերջինն եմ մնացել, այսօր տարանլվացել ենք, այստեղ միևնույն է կապ չունի, որ հա մնացել է սենյակային ջերմաստիճանը, միևնույն է համեղ է, մամային ասում եմ ամանոր տոները վերջանա, նորից կպատրաստենք, որտև այս ընթացքում ոչ ոք չի ուտելու, գնամ լոբով այսպես առանց հաց վայելեմ ու անցնեմ գործերից, Պասուստորման ինձ է սպասում, երիներս մեզ մոտ ուշ երեկո է, ժամը 10 է, այսօր մոռացել է, որ Կրիստինան հրավիրված է դասընկերուհու ծնունդին, ու ես այսպես ձեզ հետ խոսում էի, Պասուստորմայի միջուկն էի պատրաստում, ու մեկ էլ երեխան գալիս է, մամա, այսօր գիտես չէ, որ ծնունդի եմ հրավիրված, ես այսպես, այս երեխան ինչ-որ միտեղ ճիշտ մի բան է ասում, ու այսօր պետք է ընկերուհիներով երեխաների հետ դուրս գայինք, գրեցի ասացի աղջիկներ ջան, արդեն նախօրոք համաձայնվել եմ, ասել եմ, որ ներկա են գտնվելու ծնունդին, քանզի ներեցեք, ոչինչ մեր նվերը հետո ամանորի օրերին կգաք մեր տուն, այդտեղ եթե ուզում եք երեխաների նվեր մատուցել, կտակ, չեմ նեղանա, որ դուք այսօր առանց ինձ դուրս գաք, գնացինք ծնունդին, դա այնտեղ բուրգեր կինգում էի նշում, 3-4 երեխաների էր կանչել, խաղացին, նշեցին, հետո մենք գնացինք Կարեֆուր գնումների, եկանք տուն, այսպես, ճաշեցինք, թեյեցինք, սովածը, մի հատ կգաց բարևս նոր գնաս, ու ինչ ուզում ասել, հաց կերամ, Արտուրն ասաց չեմ ուզում ինչ-որ գլխացավ ունի, չգիտեմ, երևի մրցածություն է մոտը, թեյ դրեցին, թեյ կիսատ մնաց, հիմա գնամ բերեմ, համ կխմեմ, համ ձեզ հետ կզրուցեմ ու միևնույն ժամանակ կաղամը կդնեմ, որպեսզի խաշվի ու փաթաթեմ, որովհետև Պասուստորմայի միջուկը կիսա եփե հանկարծ չթթվի, ասացի չթթվի, հիշեցի խոզի բուդիկը, հանկարծ դրսում են, թեպետ այս 2 օրը լավ սարը եղանակ է, բայց մարդ ես հանկարծ չթթվի, սիրելին այս Հայաստան գնալուց, մի էստեղ տեսեք, մատանի ունեի, որը որ հղիության ընթացքում Կրիստինայի ժամանակով նշանդրեքից մատանին այնքան էր ուռել մատերս, որ դուր չեկավ Արտուրը ստիպված կտրեց, անկեղծությամբ եմ ասում, կտրեց այս հատվածից, ու այդպես թողեց Երիկին ունեցանք, հետո այստեղ մի տեսակ չէի վստահում, որ գնայի նորից, այսպես ասած, իրար կպցնեին, հա, գնացի Հայաստան այս տարի, հետս տարա, որպեսզի կպցնեն ու այդտեղ ավել ինչ-որ ոսկեղեն ունեն, որ չէի օգտագործում, ոսկեղին խնդրեցի, որպեսզի հալացնի ու միասին կպցնի, վերցրեց դա արեց, նշանից մատանին վերականգնեց, այսպես ասած, բայց բավականին մատովս մեծ է, հիմա դրել եմ մատից, ասում ախր, բայց մեծ է մատից, իմ այս ոսկորի հատվածն է լայն, բայց այս հատվածը փոքր է, խնդիրը այս ոսկորի հատվածը մտնելն է, սիրելին է, վերցրեց, բա թե կարծում եմ, որ ամուսնության մատանի տել եմ մեծ, տուր մեծացնեմ, Աստված մեծացրեց ու հիմա տեսեք, լողում է ուղղակի ձեռքից, այսպես հեշտ ու հանգիստ դուրս կգա, հիմա որ նիհարել եմ, էլ ավելի ու այսպես սենց է լինում, գնում գալիս է, սիված ու ցավալին այն է, որ մատանից նորից պոկվեց ու հենց իր
կպցրած տեղից է փոկվել սիրելիներս, ոչ թե ներքևից, վերևից, հենց այն գծի հատվածից, որով որ ինքը, այսպես ասած, պայատ էր արել իրենց լեզվով ասած, ու այսպես թողել եմ, ասում նույնիսկ կգնամ Հայաստան, բայց արդեն ծանոթ ոսկերիչի մոտ Քրիստիան փակի, որովհետև չէ, հաց պետքա ուտես, հաց պետքա ուտես, ջուր կտամ, բայց պետքա հաց ուտես, չէ, դու քո Նինտենդոյով խաղա, հե, բա ինչ ես ուզում, գնա խաղա, եթե կթողնի, այդպես իրենս ու հիմա ավելի այսպես մեծացել լողում եմ ատիս, բայց կդիմանամ իչև եթե գնամ Հայաստան 10 ծոկամով կարողանան գնալ, հա, ու նորից կփոքրացնեմ, բայց արդեն ծանոթ ոսկերիչի մոտ կգնամ, չես ուզում, այդպես իրենս, դա էլ իմ մի փոքրիկ պատմությունը, հիմա կաստուրկան դուրս բերեմ, հիմա ամանը դուրս բերեմ, ջուրը դրեմ թող տաքանա, կաղամբը մեկ այլ տարբերակով եմ անում, հիմա ցույց կտամ, հա? Սիրելիներս, հապա մաման տեսեք Իսպանիա տեղ ինչպեսի լավ, այսպես տափակ ու փափուկ կլորիկ հայկական կաղամբի նման կաղամբ է գնել, հիմա ինչ եմ անելու ես սա, մի հատ առաջնահերթ լվանանք ու այս կոթունի հատվածում մի լավ այսպես շրջանակաձև խորը կտրում եմ, բայց ոչ ամբողջությամբ, որ կոթունը դուրս գա։ Պատարագ մտցնում ենք մեջտեղը ու դնում ենք ջրի մեջ, եռացող ջրի մեջ։ Այսպես 1-2 անգամ պտտում ենք հերթով, լիստերը դուրս են գալիս։ Իմ համար այս վերջի մի քանի տարում ես այսպես եմ խաշում, ես չեմ դնում այսպես հենց ամբողջությամբ, խաշվում է, լինում է այնպես, որ վերին շերտը լղկում է, ներքևի մեջի շերտերը, այսինքն մնում են ավելի սաղր ու այդ դեպքում լավ չի ստացվում։ Հավատացեք, պատրաստեք այս տարբերակով իդեալական է ստացվում։ Հիմա ինչ ենք անում։ Կաղամբը մի հատ լվանալ, այսպես չգիտեմ, այսպես պատրաստեմ փախլավան, թե ոչ, անկեղծ եմ ասում, չգիտեմ, եթե այսօր պատրաստեմ վաղ ամսի 29-ն է դեռ ու կարծում եմ, որ դեռ վաղ է, չգիտեմ, սիրելիներս ինչպես անեմ։ Մտածում եմ խորեղենները վաղը պատրաստեմ, այսօր ուղղակի այսպես պասուստորման փաթաթեմ թող դուրս գա մեջտեղից, չգիտեմ, դեռ որպես այդպիսին տարակուսանքի մեջ եմ ու հետո ասում եմ են ջան վաղն էլ աշխատանքի ես, ավելի լավ է դու այսպես ասած հանգստանաս, ուй, սիրելիներս, այսպես անեմ, որ դուք էլ տեսնեք, այսպես կտրատում ենք, աշխատեք խորը լինի, հա, ու դնում ենք ջրի մեջ զգուշությամբ, որպեսզի հանկարծ ու հանկարծ չայրվենք մարդես, հիմա դնում ենք մեջը, տատիկս միշտ այսպես դեպքերում ասում է Իսոս քեզ Քրիստոս մեկ էլ երբ որ գիշերները վեր էինք կենում, ջուր էինք ուզում ու կամ գնում էինք քնելու, միշտ տատիկս այդ բառներ ասում էր Իսոս քեզ Քրիստոս, հիմա հիշեցի, այսօր տատիկի շատ եմ հիշել, վաղը իր ծննդյան օրն է, արդեն կլինի 8 տարի, որ տատիկս մեզ հետ չէ, տատիկներ, պապիկներ ունենալը դա մի այլ օրհնություն է, այնպես որ սիրելիներս գնահատեք այդ ժամանակը, վայելեք, շատ սիրեք, ընդհանրապես սիրեք ձեր ծնողներին ու մեծերին, որովհետև կյանքը անկանխատեսելի է, եթե անկեղծ լինեմ, ես էմոցիոնալ մարդ եմ, բայց չեմ կարողանում իմ զգացմունքները արտաբերեմ ու շատ դեպքերում կթվա, որ մամաս է կլեսի, ես սառը մարդ եմ, բայց չէ, ես ուղղակի իմ զգացմունքները սովոր չեմ այսպես լուսաբանել, ջերմ ու սրտատրոպ, ամպագորգոր բառերով ասել, հա, չգիտեմ, ես էլ այդպիսի մարդ եմ, բայց ամեն ինչ սրտից մոտ ընդունող,
շուտ այսպես առաջ, այսինքն շատ շուտ կնեղվեի, հիմա կյանքը սովորեցեց, որ ամեն պարագայում պետք է ուղղակի ուժեղ լինել։ Ու վերջ։ Ահա, տեսեք արդեն դեռ այսպես ջուրը չդրված շերտերը դուրս է գալիս, որտեղ երման ջուրը անցնում է շերտերի արանքին եւ վերջ։ Ինքն իրենով դուրս է գալիս։ Հիմա ամեն էս դուրս եկածը թողնում եմ եփվի մոտ 2-3 րոպե ու արդեն պատրաստ է լինում։ Տեսեք, ինչպես։ Զուգահեռ անգամ կարող եմ ելի փաթաթել։ Երևի։ Բայց ամենամեծ իմ եղած տարան սա է, դրա համար սկզբում կխաշեմ, հետո նոր կփաթաթեմ։ Որտեղ գիտեք, պասուստոլման մեծ է, շատ է, ծավալով եփվում ավելի է մեծանում, մնացած եղածները փոքրիկ են ինձ համար։ Տատիկս էլ միշտ պատրաստում է, դե Երևանում, Հայաստանում ցուրտ է, չէ, այս շրջանում հանգիստ կարող ես պասուստոլման եւ պատրաստել, օրինակ ամսի 27-ին տատիկս միշտ պատրաստում էր այս շրջանում ու միջև ամսի 31-ը սիրում էի ուտում էի, ես դեռ փոքրուց սիրել եմ, ցավոք սրտի իմ երեխաները չեն սիրում։ Ուղղակի այստեղ հիմա արդեն ամսի 28-ն է, դե բնականաբար այսօր չենք ուտի, բայց վաղը մյուս օրը կուտենք, արդեն 31-ին միայն ես եմ ուտում, որտեղ եթե անկեղծ Արտուրը այդքան էլ սիրահար չէ, մաման միջին, ոչ սիրում, ոչ չի սիրում, այսինքն որ երևի ես կարծում ոչ թե տեն շատ սիրում եմ, մեր տանը շատ սիրողը դա ես եմ։ Այս տարի ալարեցի, իջլի քյուֆտան չեմ պատրաստել ու արդեն վերջել չեմ էլ անի սիրելներս։ Ոչինչ։ Դրանից մեր կյանքում ոչինչ չի կորի։ Ավելնորդ կիլոգրամները կկորեն։ Ինչ կարծիքի եք։ Երնես վերջ փաթաթեցինք պասուստոլման, վրան ավելացրել եմ 1 կիտրոն, այսպես մի լավ ճզմեր ավելացրել եմ վրան եւ ավելացրել եմ տոմատի մածուկ ու ձիթապտղի յուղ։ Հիմա ջուրն էլ դնենք ու ուղարկենք եփվելու։